Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, դոկտոր Կարոլին Գալուստյան, հիշեք, դոկտոր Կարոլին Գալուստյան, որը Կալիֆոռնիայի 4-րդ սերնդի հայ է։ Եվ այսպես ներսրավիրեմ մեր այսօրվա հյուրին, դոկտոր Կարոլին Գալուստյան։ Համեցիր։ Կարոլին ջան։ Համեցիր, նստիր խնդրեմ։ Կարոլին ջան, երբ որ ինձ ասեցին, որ քո հետ պետք է հանդիպեմ, մի անգամ էլ ես քեզ այստեղ տեսել էի ու շատ ուրախացա, ինչ լավ է, որ իրար հետ խոսենք, կզրուցենք, կուրախանանք ու լավ կանցկացնենք մի լավ զրույց։ Ես ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Դու էլ ուրախ ես։ Այո, շնորհակալություն։ Ուրախ եմ, ուրեմն մի փոքր պատմիր քո մասին, ուղղակի մի երկու բառով։ Ինչ ասեմ, UCLA ավարտել եմ medical school, գնացել եմ USC աշխատում եմ, բժիշկ եմ, նաև մամա եմ, երկու երեխայով, ամուսնացած գիսուրս հետ ես ապրում է, օգնում է ինձ, իմ ընտանիքս մինչև ամուսնանալը, պապաս, մամաս բժիշկ էին ու երկու եղբայրներս neurosurgery են անում։ So ես ամենավատն եմ։ Երեխեքից ասում չէ։ Ուրեմն բժիշկների ընտանիքում ես մեծացել, լրիվ բոլորը բժիշկներ, բայց կա մարդ կա, որ բժիշկները լինում ասենք, բայց երեխաները լրիվ ուրիշ գծով են գնում, կամ հակառակը, ինչ անկապ մասնագիտության տեր են լինում, ասենք, ծնողները, եղբայրները, ինքը հակառակ մի բան ընտրում, այնպես որ ինչ որ քո ճակատին գրված է, ինչ որ պիտի լինի, դա էլ լինում է։ Այո։ Երեխաները ինչ ուղղությամբ են գնում, նրանք էլ սեր ունեն դեպի բժշկությունը։ Ահա աղջիկս շատ է ուզում երեխեքի բժիշկ լինի, ամենադժվարն է դա։ Դղաս ավելի շատ engineering, ուր որ գնում է, ասենց բաներ է սարքում, մի անգամ ասենց ստրայր կան, չէ, որ ջուր ես խմում։ Իր սենյակից մինչև խալատ գողնյան, հա, մի հատ ջուրը մեկատուն եմ, այս ինչ է կատարվում, ինքը սիրում է սարքել, ասենց բաներ, շատ լավ, ինչ պարտադիր է բոլորը բժիշկ լինեն։ Իսկ ամուսինը հետաքրքիր է, ինքն ինչ մասնագետ։ Ինքը small business ուներ, butcher էր, միսը ու գինիներ ու հիմա մեզի շատ օգնում է տունը։ Հա։ Այո։ Դե տեսնում ես։ Պետք է ամեն մասնագետը լինի տանը, որ ուրիշին չգնան խնդրեն գան անեն։ Կարոլին ջան, նա ինչ հարց եմ ուզում քեզ տան։ Դու բժշկուհի ես։ Էն էլ ես լսել եմ, որ շատ լավ բժիշկ ես։ Մասնագիտությամբ։ Այդ ինչը քեզ դրդեց, որ դու որոշեցիր հանկարծ մտնել քաղաքականության մեջ։ Առաջինը, որ ես բժիշկ եմ, ես մնացի academic-ի մեջ, so ես USC-ում պրոֆեսոր եմ, so ես ոչ թե մինակ հիվանդ եմ նայում, նաև ով որ բժիշկ է դառնալու, ես խորհուրդներ կտամ, պրոֆեսոր եմ իրանց համար, ու ես տեսա, այդ որ նիշերը տալիս են, քո աշխատանքին պրոֆեսոր, որ ոնց ես պրոֆեսոր անում, ասում են շատ լավ է, մեզի հասկանում է, օգնում է, mentorship անում, ու տեսա ոչ թե մինակ իմ հիվանդիս հետ եմ, կարողանամ օգնեմ, լսեմ, օգնեմ, բայց նաև աշակերտներ, ու դրանից հետո քիչ-քիչ տարբեր ուղղություններ American Heart Association-ի հետ չերեղա, գազմագերբեցի իրանց հետ walks and fundraisers ու տեսամ կարանք public awareness անենք, ժողովրդին կարանք միացնենք մի ուղղությամբ, ոչ թե աչը էս կողմ ձախեն, բայց մի ուղղությամբ կարանք կազմակերպենք ու թեպի լավը։ So դրա համար ասեցի Glendale ասես փոփոխություններ կան առանց ժողովրդի համաձայնությամբ ու հետո ինչ որ ստացվում է, հետո ջնջում են, ասում եմ ճիշտ չի, ապահով չի, խենք արե։ I'm like դե առաջինը մեր ժողովուրդը միացնելն է կարևոր։ Ասի կարամ այս ինչ որ ես maybe talent ունեմ Քո փորձը ձեր բերած, փորձը փոխանցես իրանց։ Հա։
Լավ, հետաքրքիր է 4-րդ սերունդի հայ ես դու ես Այո, երկրում։ այո։ Բայց ոնց եղավ, որ շատ սիրուն, շատ համով հայերեն ես Oh, խոսում։ thank you. Տանը խոսում են հայերեն, թե չէ։ Դանը, այո, ես գիսուրից հետ ապրում ենք, so մենք միշտ հայերեն կխոսենք դունա, Չէ, իսկ քո տանը, ձեր տանը, ծնողների տանը։ Չէ, որ մեծացա at all հայերեն չենք խոսում։ Պապաս չի խոսում հայերեն։ Իր ժամանակը հայկական վարժարան չկար, ու պապիկը Ֆրեզնո որ ծնվավ, որ եղավ։ So հայերենը չէին խոսում։ So պապաս չգիտի հայերեն։ Բայց մամաս շատ կարևոր է հայերենը սորվիլ, քրել, գարթալ, ինքնալ առաջի դասարաններ հայկական վարժարաններից Ֆերահյանին 7 աշակերտ ու դրանից հետո այդ ուժեղ դասարանից հետո սկսան բացել ուրիշ հայկական վարժարաններ ու ես գնացի Ալեքս Փիլիպոս Հոլիվուդում ու սորվեցա Բեյրութի հայերենով, հետո ամուսնացա, իմ ամուսինս Երևանից So մի քիչ խառն է մեր հայերենը, բայց շատ կսիրեմ լեզուն։ Բայց շատ սիրուն ես խոսում, շատ վարժ ես խոսում, կամ բառեր, որ չգիտես անգլերենով ես փոխարինում, բայց կարևորը միտքդ արտահայտում ես ու շատ լավ ես խոսում։ Հայրենասեր եմ։ Հա, հայրեն, այդ ամենակարևորն է։ Իսկ մաման շատ ուզեցա, որ դու հայկական դպրոց էլ գնաս։ Այո, իմ մամաս մահացավ 58 տարեկան սրտի ինֆարկտից, բայց ինքն էր պապայիս համոզը, նայ մեր իմ երեխեքս պիտի հայերեն սովորին, պիտի գարթան գրեն։ Ու ես ու եղբայրներս գնացին Ալեքս Փիլիպոս ու չգիտեմ ինչու ամենալավ նիշերը ստացա, even որ մյուս աշակերտները դունը հայերեն խոսում էին, բայց ես տենց սիրում եմ հայերեն լեզուն, որ մնաց հիմա օգտագործում դունը ու տեսար ուր եմ հիմա։ Ով կմտածեր։ Չէ, շատ հետաքրքիր է, որ դու սիրել ես, համ էլ պետք է մեջդ սերել լինի։ Այդ սերը գալիս է մամայից, պապայից, ծնողներից է գալիս, որ իրանք անպայման ուզեցան, որ իրենց աղջիկը հայերեն խոսեն։ Ու այդ շատ գովելի է, շատ ուրախ եմ։ Լավ կլիներ, որ այն հայերը, որոնք իսկապես էլ իստեղ 4-րդ, 3-րդ սերունդի ներկայացուցիչներ են, նրանք էլ բոլորը քո նման մտածեին ու բոլորը իրանց իսկական, իրանց պապերի, իրանց լեզուները իմանային։ Հիմա գիտես ինչ եմ ուզում ասել, փոքր տարիքում բոլոր երեխաներն էլ ունեն տարբեր երազանքներ։ Մեկը ասում է ես որ մեծանամ դառնալու եմ գիտնական, մեկը ասում է ես դառնալու եմ փաստաբան, մեկը ասում է ես պիտի դասատու դառնամ, այն մյուսը ասում է ես պիտի ապահովագրության աշխատող դառնամ, չգիտեմ։ Դու երազել ես, հա, բժիշկ դառնալ, այսինքն Այո, բայց որովհետև ոչ թե ուզում եմ օգնել, ես սիրեցի պապայիս հետ ժամանակ անցկացնել ու պապաս Քայզերում շատ էր աշխատում, պապիկիս հետ եմ մեծացել ու ես ուզում էի պապայիս հետ ժամանակ պապաս քիշերները հիվանդանոցներ միշտ night shift էր պապաս so ես սկսա իր հետ ասացի ուզում եմ հիվանդանոց գնամ սովորեմ ու պապայիս հետ հիվանդանոցները մի հատ անգողին դրեցին քնեցի ու սկսա արավոտ քիշերները կզարթնում ենք հիվանդ ենք նայում ես ինչ 6-7 տարեկան էի ու տեսա իր աշխատանքը ու հետո տեսամ իր հիվանդները ինչ լավացան ու վազում են հա դոկտոր Քալուստյան պապայիս ու ծաղիկներով ասում you're my angel ու just պապաս like I don't know at that whole situation ասացի էտա պետք օգնել է պետք so հիվանդ science ու math-ը շատ ուժեղ էի սիրեցի բայց նաև ուզեցա ballerina դառնալ բարող ու մամաս միշտ ասավ you know քո stage-ը քո կյանքն է You know, ուր որ գնում ես հիվանդի հետ ես, կամ էլ lecture ես տալիս, պրոֆեսոր ես, միշտ քո stage-ն է, կարևոր չի քո ինչ հակնում ես, ոնց ես երևում, կարևորը message-ն է, հասնում է տեղ, թե չէ, ու դրա համար նաև մամաս ասաց, ինչ որ կրնաս լեզուներ սովորել, որ կրնաս ավելի շատ մարդկանց փոխանցել այդ message-ը, շատ լավ կլինի, so ոչ թե մինակ բժիշկ, բայց նաև աշխատող, որ օգնում է ու հասնում է ժողովրդին այդ մեսեջը։ Այդ է ուզում։ Դու հրաշալի դաստիարակություն ես ունեցել։ Thank you. Այդ մամա ես լսում եմ քեզ ուշադիր, մամա շատ է քեզնով զբաղվել, շատ է ուզեցել անպայման հայավարի մեծանաս, հայավարի ապրես ու այդ շատ լավ բան է։ Դե լավ, Կարոլ ջան, մեր զրույցի առաջի մասը ավարտվեց, հիմա անցնենք մեր գովազդի, որը չէ դու շարունակենք մեր այսքան հաճելի ու շատ հաճելի մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մի շատ հաճելի, շատ կանացի, շատ սիրուն մի
դոկտորի հետ, հրաշալի մի դոկտորի, մի բժշկուհու հետ, այնպես որ մեզ էլ դեռ սպասում է հրաշալի երեկո այսօր։ Գովազդը արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Կարոլին Կալուստյանի հետ, աշխարհի ամենասիրուն բժշկուհու հետ։ Աշխարհի ամենասիրուն բժշկուհի, ասա խնդրեմ։ Ես լսել եմ, որ դու մի անգամ ես Գլենդել քաղաքը, որպես բժշկուհի համեմատել ես մարդու օրգանների հետ։ Այդ ինչպես, ոնց եղավ, կարող ես հիմա ասել։ Այո, առաջինը ես շատ կսիրեմ Գլենդելը։ Երկրորդը ես տեսնում եմ քաղաք, ոնց որ մարմին կա այս փողոցները նման են մեր մեծ երակներին, չէ, ու որ շատ կա, չէ, մեր հայերի մոտ heart disease, որ երակները փակվում են կամ infarct, stroke են ունենում։ Նույնպես որ տեսնում ենք փողոցները մի բան են անում կամ bike lane կամ lane են հանում, որ բաս ունենան Գլենդելը էսա անելու, պիտի հանի մի հատ լրիվ ջամփա, whole lane, ինչ պիտի լինի, ինչ լինում է մարմնի մեջ, blockage-ա լինում ու ստրեսա լինում սիստեմի մեջ։ So, ես ամեն ինչ նմանություն եմ անում, որովհետև որ պրոֆեսոր ես, պիտի հասկացնես, չէ, աշակերտներին, so նմանացնում ես։ Դες բացատրես, որ իրանք հասկանան բարձա։ Դե բոլորը որպես բժշկուհի քեզ գիտեն, որ դու շատ կարող ու տաղանդավոր բժշկուհի ես։ Դե որպես բժշկուհի դու արդեն պատրաստ ես։ Կաս։ Հետաքրքիր է, որպես Աստված տա, որ դու ընտրվես իհարկե, դու պատրաստ ես որպես, ասենք, քաղաքական գործիչ։ Պատրաստ ես դու դրան։ I hope so. So առաջինը ինչ որ position պիտի անեմ իմ կյանքիս մեջ միշտ research եմ անում։ Ճիշտ է իմ համար թե չէ։ Ես չեմ ուզում անեմ մի բան, հետո վատ անեմ։ Հետո փոշմանես, Փոշմանել չկա իմ կյանքիս մեջ, ես միշտ ինչ որ անում եմ, ասում եմ չփոշմանեմ, որովհետև միշտ պոզիտիվ գա, բայց ուզում եմ լավ անեմ։ Ուզում եմ ճիշտ անեմ, եթե չէ չեմ անելու։ So ես հետաքրքրված City-ի հետ կա մի հատ community academy 7 շաբաթ it's a program որ սովորացնում են regular resident-ներ սաղ department-ներին շեֆերի հետ խոսում ես սովորում ես history-ն ոնց էր հիմա ինչա խնդիրները ու թեպի որտեղ ենք ուզում գնանք ու ինչ փորձել են չեն փորձել ու ես 7 շաբաթ գնացել եմ ու ավարտել եմ ու ես շատ հիմա պատրաստ եմ, որովհետև խոսեցի այս Glendale Water and Power-ի հետ, sustainability հետ, attorney հետ, ամեն մարդ խոսացել եմ ու որոշել եմ, որ նաև խումբ կազմեցի, որ research անում JPL-ից, USC-ից, UCLA-ից, որ մենք կարանք research անենք ու option-ներ սարքենք, որ հետո ժողովուրդը որոշի, որովհետև state-ից ասում են էսա պետք, էսկա պետք, եթե մենք աչքերդ փակ ու թողենք, լրիվ մեր հայ Գլենդելը գլինի Հայաստանի նման, որ բաները տանում են մեզանից, so մենք պիտի պաշտպանենք ու պահպանենք, բայց ձևը գա, որ մենք պիտի աշխատանք անենք ու option-ներ ունենանք, որ մենք համաձայնությամբ ուզում ենք, ու որոշենք որ մեկը որ state-ը կտեսնա մենք այո նույնպես նույն ուղղություն բայց մեր ձևով որ Գլենդելը fit անի Այսինքն դու ուզում ես Գլենդելը այդպեսի տեսնել, չէ՞։ Այո, այտենց ճիշտ է այտենց։ Ես հասկանում եմ քո խոսալուց, թե դու ինչքան ես սիրում քո Գլենդել քաղաքը, եւ դա էլ քեզ ստիպեց, որ դու կանգնես ու ինքդ անես այնպես ինչպես բոլորին հարմար լինի, ինչպես լավ լինի, ինչպես բոլորը քո նման սիրեն այդ քաղաքը, այդ շատ լավ է։ Ես նաև լսել եմ Կարոլին ջան, դու վերջերս խնդրեմ ես ունեցել, հա, Instagram-ի եւ YouTube-ի հետ, հա։ Անցյալ շաբաթ էր, գիտես որ campaign ես անում, արել եմ ուրիշ տիպի campaign-ներ, American Heart-ի համար ու ուրիշ բաներ, բայց այս անգամ շատ կարևոր է մեր social media-ն, դու գիտեք, ոչ թե մինակ TV-ով, բայց նաև social media կարա հասնի քո մեսեջը տարածվի։ Ու օգտագործում եմ, այդեն շատ հետևորդներ չունեի, բայց
ունեի page-եր, որը շատ ժամանակ, տարիներ, ընտանիքից նկարները, հետո հա ոնց որ professional hacker-ը մտե, փոխել ամեն ինչ։ Հիմա ես չեմ կարող մասնակցեմ։ Apple-ը զանգեցի, Apple-ը ասաց անպայման police-ը զանգի։ Police-ը եկավ նույն օրը, եկավ իմ դունս, I'm like շատ մերսի, բայց ավելի կարևոր աշխատանք է ձեր համար, ասաց չէ, որ դու մասնակցում ես ընտրություններին, sense մի բան շատ հետևում ենք։ Ու investigation են անում, ասացին արդեն professional hacker-ը ու ասացին երկար կտևի մինչև տեսնանք ով էր, ինչ ոնց մտան, sense, բայց ես չեմ ուզում sense, նեղանամ, բան, ասացի թեպի positive, նոր edge ու նոր positive direction. So արդեն նոր էջերը կան, արդեն follower-ները կան։ Ամեն ինչ եկավ հունի մեջ արդեն։ Այո, բայց ուզում եմ շատ կարևոր է որ ժողովուրդը հասկանա, երբ լինի դոկտոր Քալուստյանը ձախում է Rolex-ներ կամ ավտոներ, իմացեք ես չեմ։ Դա շատ կարևոր է։ Sorry, որ մարդիկ մտածեցին, դա ասացի ով կմտածեք ես Rolex-ներ չեմ ծախում, ինտերնետի, anyways, my uncle, ասացին հիվանդ է քո uncle-ը, վայ, քո uncle-ը հիվանդ է, I'm like, my uncle is fine, դի ես չեմ, hacking ա եղել, please report արեք, ինչ որ ես չեմ, ու հիմա նոր էջեր ունեմ, that's okay. Փարկասը, որ վերջացավ, դրանից վրցար։ Լավ, դու լավ հայ ես երևում, թե հետ ասում եմ, էլի նորից թույլ կրկնեմ, քո ծնողներից է գալիս, հայրդ ու մայրդ ուզեցել են, որ իրանց երեխաները հայավարի մեծանան, ինչքան էլ որ չորրորդ սերունդ է, թե ես, բայց հետաքրքիր է, դու եղել ես Հայաստանում։ Այո, երկու անգամ, անպայման։ Սիրեցիր այդ երկիրը։ Շատ սիրեցի։ Զգացիր ինչ լավն է այդ Շատ լավն է։ Հրաշալի երկիր է, սիրուն քաղաք Երևանը, մեր Գյումրին, մեր Լոռի Կիրովականը, շատ հրաշ քաղաքներ են ու հրաշ մարդիկ են, կարևոր է Հայաստանի ժողովուրդը դու զգացիր, որ այն հայերին, որոնք հայրը մայրդ ուզում էին, որ դու այդ հայերի նման մեծանաս, զգացիր ինչ լավ մարդիկ են իրանք, ինչքան հյուրասեր, ինչքան համով ճաշեր են պատրաստ։ Շատ, այո, նորից պիտի գնամ։ Անպայման գնա, դու կապը և ձեր երեխաներն էլ պետք է կապը ունենան իրենց հայրենիքի հետ, թեև այնտեղ չեն ծնվել, բայց իրանք թող իմանան, որ իրանց արմատները այնտեղից են։ Իրանց մեծ տատիկը ընդեյա 95 տարեկան ամուսինս տատիկը ընդեյա սա պիտի նորից գնանք հա Ատեստուկ մի հատ նկար ունեմ սա generationները միասին գանայցով շատ տեսնում ես ով ընդեղացնում երկար ապրում 95-ը կարող է 105 էլ հասնի մինչև Ես actually աշխատում եմ ընդե կա մի հատ dementia Armenia program որ ընդե երկար ապրում բայց հիշողությունի խնդրեմ կա մենք կաֆեներ ունենք ընդե որ օգնում է ընտանիքները որ իրենք պիտի աշխատեն բայց նաև կաֆեներ կան որ ինչ որ խնդրեմ կա հիշողությունի համար there's a program for them I don't just help Los Angeles County նաև Երևան օգնում եմ so it's Աստված տա որ այս ընտրություններն էլ լավ բարեհաջող լինեն ու դու էլ անպայման գնաս մի հատ էլ Հայաստանում նշես քո այդ հաղթանակը Աստվածը մեծ է yeah hopefully Երեխաները դել տարել էիր Հայաստան Հա աղջիկս Իրանք էլ սիրեցին Աղջիկը շատ սիրեց հա Հետաքրքիր է որ մարդիկ միշտ ինքան շատ եմ ես լսել նման պատմություններ կյանքում չեն եղել Հայաստանում մի անգամ երբ գնում են հենց գալիս են հələ դեռ չեկած ասում էլի եմ գալու այո ես էի երևի աղջիկը էլ նույն ձևի հա ինքը փոքր է այդ վաղ բայց անպայման ինքը միշտ ուզում է գնա մենք ուզում ենք կապ անպայման պետք է Հայաստանի հայրենիքի հետ հետո ինչ որ դու ստեղ ես ծնել բայց քո արմատները Հայաստանից են չէ հայեր են Քո նման հայեր մենք պիտի շատ ունենանք, որոնք թեև չեն ծնվել այդ հողում, հողն ու ջուրը չգիտեն, չեն տեսել, բայց սիրում են միևնույնն է։ Դե ինչ, Կարոլին ջան, թույլ տուր անցնել մեր գովազդին, մեր երկրորդ մասն էլ ավարտվեց, որից հետո կշարունակենք մեր համով զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո նորից ես եւ Կարոլինը։ Գովազդի արդյունի եթերում Դե սիրելի բարեկամներ ավարտվեց մեր գովազդը շարունակում եմ զրույցս ում հետ Կարոլինի հետ Կարոլին ջան Նա ինչ եմ ուզում քեզ պատմել Ուրեմն Չարլի Չապլինը մի անգամ sense բան ասել է երբ ես հիվանդ եմ գնում եմ բժշկի մոտ դե բժիշկն էլ պիտի ապրի չէ բժիշկին ինձ դեղ է գրում
Ես գնում եմ դեղագործի մոտ։ Դե դեղագործն էլ պիտի ապրի, չէ՞։ Այդ դեղերը բերում եմ տուն, բայց չեմ խմում։ Դե ես էլ պետք է ապրեմ, չէ՞։ Ես ինչի ես պատմությունը պատմեցի։ Դու համեմատեցիր Գլենդելը մարդու օրգանների հետ։ Թող Գլենդել քաղաքն էլ գնա բժշկի մոտ։ Հետո բժշկից հետո դեղագործի մոտ, բայց այդ դեղերը երբեք էս Գլենդելը չօգտագործի, այս քաղաքը թող միշտ առողջ մնա, սերով մնա ու լինի քո նման լավ մարդկանցով։ Մարդիկ, որոնք մտածում են հենց այդ քաղաքի մասին։ Ես ուզում եմ, որ երբեք դեղ պետք չլինի այս քաղաքի։ Կարոլինա ջան, հիմա ինչ հարաբերությունների մեջ ես քո, ասենք, մյուս տեխնացուների հետ։ Մենք շատ լավ ենք, ես ուրախ եմ, որ I think 12 հատ տեխնացու կա ու 7 հատ հայ։ Մանավանդ, որ տեսնում եմ ավելի գին գա այս անգամ, մամաներ կան այս անգամ, ես չէի տեսել այսքան ու ես շատ ուրախ եմ, I know դժվարություն պիտի լինի, ժողովրդի համար, like որ հայի հետևը պիտի, գնանք ու vote-անենք, բայց ես կուզեմ այն, որ մեր ժողովուրդը գուզե։ Դրա համար ասում եմ, register արեք, գրանցվեք, ձեր ձայները տաք, 3 հատ ունեք, կարակ մի հոգի տաս, կարակ 3 ձայն տաս, որևէ մեկին։ 3-ին, հա։ Հա, բայց ես հույս ունեմ մի հատ ձայնը ինձ կտակ, եթե գմտածեք մի հատ մայրապետ մեր Գլենդելին, մի հատ բժիշկ, որը որ ուսուցիչ է, որը որ սիրում է նոր ընտանիքները, նոր բիզնեսի հետ, հարցեր լուծե, city հետ, եթե այդ տիպի տեխնացու կուզեք, կընտրեք։ Այ ընտանիքի հետ խոսքը գնաց։ Քո համար քո ընտանիքը ինչպիսին է քո ընտանիքը։ Ընտանիքը Ես էլ քո ընտանիքն է, Գլենդելն էլ քո տունն է։ Այո։ Իսկ քո անձնական ընտանիքը ինչպիսին։ So մեծացա բժիշկ էին սաղ, so պապաս մամաս բժիշկ էին, աղբորներս neurosurgeon. So I'm the big disappointment. Ես ամենավանն եմ, իրենք դες օպերացիա են անում, ես ընտանիքի բժիշկ, բայց ես անում եմ իմ սրտի ուզածը։ Հիմա ապրում եմ obviously ամուսնացած եմ երեխեքից հետ, բայց ես համոզել եմ գիսուրս հետս ապրի, որ երեխեքս իմ նման մեծանան տատիկ պապիկի հետ, հայերենով, դունը, հայկական համով, ջաշերով։ So ես Ասվածը ինձ ինչ շատ է օգնել։ Է դու շատ ուզեցիր, որ կեսուրը ծեր հետ ապրի։ Այո, համոզել եմ։ Իսկ հարցերը ասում եմ, որ ինչքան հեռու այնքան լավ, չէ։ Ինչու՞ բայց, ես չեմ հասկանում։ Չգիտեմ, այտենց է հիմնականում այտենց։ Դες ինչքան է օգնել։ Հետևնաց դե։ Կելա հետս։ Հետդ ուր գնաց գալիս, հա։ Չէ, բայց եթե ասեմ կարևորը, չէ, որ կարևորը ինքը Կարոլին ջան, կյանքում ինչ 3 թանկ բան ունես։ Դե նոր ասեցի գիսուրս, զնողներս, մամաս չկա, բայց ինձ ուժ է տալիս վերևից կանանց ճանապարհ միշտ, ես լսող եմ նաև մամայիս, որ մահացավ։ Ասվածը ես չեմ ուզում շատ խոսամ, բայց կարելի է, շատ ես very spiritual ու շատ religious եմ, ուզում եմ որ փորձենք լսենք, ասվածը ինչ է ուզում մեզանից, չի ուզում աչ ու ծախ ու չմիանանք, ուզում է Գլենդելը միանա, ոչ թե նույն ամեն ինչի վրա, բայց մի բան կա, մենք ուզում ենք առողջ հայություն, առողջ Գլենդել, so ես ասվածին կասեի ու հետո վերջում իմ հայրենիքը գնացել եմ 2 անգամ, նորից պիտի գնամ, իմ ամուսինիս ընտանիքը ընդեյա ու ուզում եմ նորից վերադառնամ։ Այդ ինչ է լավ է, շատ քանի գնում ես քեզ ավելի եմ սիրում, որ դու ծնվելով այստեղ, ապրելով այստեղ սիրում ես քո հայրենիքը, քո հայրենիքը քո համար թանկ է։ Այո, գիտեմ որ նաև քո ծնողները մեծ բարերարներ են եղել, հիմա էլի բարերարություն անում է։ Այո, մամաս որ կար, միշտ սա պիտի օգնեք ինչ որ քո ժամանակով, ինչ որ քո փողերով հայկական եկեղեցին, հայկական վարժարաններին ու մեր հայրենիքը մամաս այդ վաղ տվեց օգնություն Երևան մի հատ lab սարքեցին for the bone marrow ու so մենք շարունակում ենք աղբորներս Alex Philippos donation արեցին so մենք փորձում ենք օգտակար լինել բայց մանավանդ մեր հայ կարևոր ստեղծությունները։ Դե հիմա մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ դու իրական պատմություններ պետք է պատմես։ Մեկը պատմի հենց քո սկեսուրի մասին։
ամուսնուդ մայրիկի մասին դու չէ՞։ Պատմել Դու ազգանունիդ մասին եմ Oh, ուզում։ չէ, ես խնդրում եմ, չէ, cuz որ փոքր էի, papas էր, որ ասում էր, ափսոս դու աղջիկ ես, որ մեծանաս, քո ազգանունը փոխվելու է։ Ու ժպտերեսով ասում էր։ Ու ես նեղանում էի։ I was like, չեմ ուզում Քալուստյանը կորի, cuz որ աղջիկներ ամուսնանում են, դանում են իրանց ամուսինի Ամուսնու ազգանունը։ ազգանունով են գրվում, հա։ So հետո քթա Հոլիվուդից մի հատ հայ մարդ մի քանի տարի փոքր է ինձանից, բայց Գալստյան անունով։ So I don't know, ես ժպտում եմ cuz papa's ասածը like աշխատել եմ որ չլինի, you know, so կարողացա իմ անունս պահեմ։ Պահեցիր քո ազգանունը, պահեցիր։ Պապայի խնդրանքը դու կատարեցիր։ Դե լավ, Կարոլին ջան։ Ես քո հետ շատ խոսելու բան ունեմ, բայց ափսոս մեր ժամանակը սահմանափակ է եւ պետք է մենք իրար հրաժեշտ տան։ Մնում է ես քեզ շատ խորին շնորհակալություն հայտնել, որ դու գիտեմ շատ զբաղված ես, ենել այս օրերին ժամանակ կտար, եկար ու իմ ծրագրի հետ անցկացրիր քո օրը։ Մենք Քենեթ փողոցը գիտես, իմ ամենասիրած փողոցներից մեկն է, հանգիստ սիրուն ծառներով, սրճարաններով եւ Քենեթ փողոցի վրա Քենեթ Village ծաղկի սրահ կա, որը մեր հետ համագործակցում է եւ ամեն անգամ մեծ ծաղիկներ ուղարկում։ Թույլ տուր ես իրանց կողմից ու մեր կողմից քեզ հասցնել մի համեստ ծաղկեփունջ ու հրաժեշտ տալ քեզ, սпасելով քո հաղթանակին։ Merci, thank you։ Խնդրեմ։ Wow։ Սիրունա։ Չգիտեմ կարող ես էս տանել։ Փորձեմ գտեմ ստե։ Ահա դու ստեղ հետո կրես։ Դե Կարոլին ջան, շնորհակալություն որ եկար, հաջողություն։ Thank you։ Հաջողություն Կարոլին։ Merci։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր հրաշալի մեր Կարոլինը։ Իսկ այժմ անցնենք մեր հաղորդման վերջին խոսքերին։ Սովորեք ուրախանալ առանց ալկոհոլի, երազել առանց դեղերի եւ շփվել առանց ինտերնետի։ Այսքանը բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Կարոլին ջան, նախքան ամուսնանալս այնքան էի սիրում կնոջս, այսինքն ապագա կնոջս, այնքան էի սիրում, քիչ էր մնում, սենց բռնեի ուտեի, հա։ Այդքան սիրում էիր, բա հիմա։ Հիմա Կարոլի ջան, այնքան եմ փոշմանել, որ չեմ կերել։